Սա no make-up-ն է, քաղաքականությունն առանց դիմահարդարման։ Այսօր խաղաղության խաչմերուկը, գեղեցիկ անուն է, չէ՞։ Երբ Երևանում ասում են խաղաղության խաչմերուկ, թվում է մենք կառուցում ենք ոչ թե ճանապարհներ, այլ արևելքն ու արևմուտքը միացնող հսկայական անմաքս առևտրի կենտրոն, որտեղ բոլորը սուրճ կխմեն, ժպտալով ձեռք կսեղմեն։ Բայց առաջարկում եմ հանել դիմահարդարումը եւ նայել, ինչ կա դրա տակ։ Առաջին շերտը։ Կառավարությունը պնդում է, որ խաչմերուկի շնորհիվ Հայաստանը կդառնա լոգիստիկ կենտրոն։ Տպավորիչ է ինչու։ Իրականում սա նշանակում է, որ ուզում ենք, որպեսզի թուրքական եւ ադրբեջանական բեռնատարները անցնեն մեր միջով, այլ ոչ թե մեր շուրջ։ Բայց մենք փորձում ենք մեր հարևաններին համոզել մի աշխարհագրության մեջ, որը նրանք հաջողությամբ անտեսել են վերջին 30 տարիների ընթացքում։ Դա նման է փակուղու փողոցում սրճարան բացելուն եւ բոլորին համոզելուն, որ դա լավագույն տեղն է։ Երկրորդ շերտը՝ անվտանգություն տնտեսության միջոցով։ Մեզ ասում են, եթե ապրանքները հոսեն մեր տարածքով, մեզ վրա չեն կրակի։ Որոշ դեպքերում սա այդպես է, բայց այս դեպքում սա փորձ է հանգստացնել թշնամաբար տրամադրված հարևաններին, նրանց առաջարկելով մեր տան բանալիները եւ հույս ունենալով, որ նրանք կպահպանեն կանոնները, չեն թալանի մեր բնակարանը եւ պարտաճանաչ կվճարեն վարձավճարները։ Երրորդ շերտը՝ ինքնիշխանություն։ Հայաստանը հայտարարում է, որ ամեն ինչ մեր վերահսկողության տակ է։ Բայց Մոսկվան հիշում է իր պայմանագրերը, Բաքուն փորձում է շրջանցել ստուգումները անխափան եղանակով, Անկարան էլ սպասում է, որ մենք կլռենք։ Արդյունքում խաղաղության խաչմերուկը վերածվում է մի կոմունալ բնակարանի, որտեղ բոլորը ունեն իրավունքներ եւ ոչ ոք պատասխանատվություն։ Ինչ է մնում ներկայիս կառավարության հուսահատ փորձը դուրս գալու մեկուսացումից եւ վերընտրվելու։ Կառավարության առաջարկած տարբերակում ցավոք խաղաղության խաչմերուկը թաքցնում է տնտեսական ընդլայնման սպառնալիքները, քաղաքական անկայունության հնարավորությունը, տարանցիկ անվտանգության խնդիրը, շրջակա միջավայրի ռիսկերը եւ բազմաթիվ այլ ռիսկեր։ Մենք սա ենք ուզում։ Իդեպ, մեր կուսակցությունը կողմ է, որպեսզի Հայաստանը դառնա նոր համաշխարհային լոգիստիկայի լուրջ տարր, բայց ոչ թե որպես խաչմերուկ, որի միջով մարդիկ անարգել անցնում են անտեսելով լուսացույցի նշանները, քանի որ պատժամիջոցներ չկան, այլ որպես խաղաղության կամուրջ, որը միավորում եւ հավասարակշռում է տարբեր շահեր, առաջին հերթին Հայաստանի շահերը, ապահովելով կայուն, երկարաժամկետ եւ երաշխավորված խաղաղություն։ Դուք տեսաք ինչպիսին է քաղաքականությունը առանց դիմահարդարման։ Կհանդիպենք։